Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը առողջ կինն է։ Բարևիմ շացիելի հեռուստադիտողներ, իմպլանտացիա գնալուց առաջ ինչպես նախապատրաստվել, ինչին տալ նախապատվությունը բժիշկ ընտրելիս եւ այլն։ Այս բոլոր հարցերի շուրջ եւ իմպլանտացիայի հետ կապված բոլոր մանրամասների մասին խոսելու եմ դիմացնոտային վիրաբույժ, օրթոդոնտ բժիշկ Գոռ Կարապետյանի հետ։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր ծրագրի հյուրն եք եւ կարևոր թեմայի մասին ենք խոսելու։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Եվ այսպես ատամների իմպլանտացիա, թվում էր տարիներ առաջ, որևէ մեկը եթե դա կատարում էր, բավականին մեծ հետաքրքրություն էր առաջացնում եւ կարելի էր սակավաթիվ մարդկանց նկատել, այո, իմպլանտացիայի գնալիս։ Հիմա գրեթե չկա մարդ, որ չունենա իր բերանի խոռոչում իմպլանտացիայի ենթարկված ատամ։ Նախ հետաքրքիր է թե այս բազմանալ այս շատանալ ինչի հետ է կապում։ Իրականում փաստը կապում նրա հետ, որ ներկայիս բժշկությունը բավականին զարգացված էտապում է գտնվում, այսպես կարելի է ասել, եւ ժամանակակից ու ամենակատարյալ մեթոդն է համարվում բացակատամի վերականգնելը հենց իմպլանտների միջոցով։ Ինովացիա, այսպես կարելի է այո, որը բոլորին գրավել է։ Այո, այո։ Ահա, շատ լավ բժիշկ, եւ մի պրոցեդուրայի գնալիս առաջ շատերը արդեն կլինիկայում կանգնում են փաստի առջև, այս բանը պետք է այնպես չանեին, այն բանը ինչ որ թերի են արել։ Կցանկանամ մեր հեռուստադիտողին մանրամասն իրազեկեք, ինչ քայլերի գնալ իմպլանտացիայի գնալուց առաջ, ինչպես նախապատրաստվել դրան։ Հասկացա հարցը, տեսեք, ունենք հետազոտությունների բավականին մեծ համալիր, որը անպայման բուժարում պետք է անցնի մինչև իրատական միջամտության անցնելը։ Այդ իր մեջ ներառում է եւ կատե հետազոտությունը, եւ արյան ընդհանուր հետազոտությունը, երբեմն որոշ սոմատիկ հիվանդություններով արկա, բուժարումների դեպքում մենք այդ հետազոտությունների ծավալը ընդլայնում ենք, հասցնելով նույնիսկ այլ նեղ մասնագետների հետ անմիջական խորհրդատվությունների։ Փաստացի կարելի է ասել, որ չկա բուժարու, ում հակացուցված է ատամնային իմպլանտացիան։ Ուղղակի անհրաժեշտ է իրականացնել այդ մանրակրկիտ բոլոր հետազոտությունները եւ ընտրել ամենաօպտիմալ տարբերակը, որը ցուցված է տվյալ բուժարուին։ Այսինքն յուրաքանչյուր հիվանդության դեպքում թիմային աշխատանք է տարվում եւ երևի թե տվյալ պահին մեղմվում են, այո, այլ խնդիրներ եւ առաջ գնում։ Իսկ այ հենց պացիենտը ինչպես պետք է պատրաստվի դրան, տանը օրինակ կամ սննդակարգում, չգիտեմ, ինչ փոփոխություններ կան, որ պետք է պահպանի։ Փաստացի ոչ մի ինչ որ արտարոց դեպքեր, միայն որոշ դեպքերում, երբ որ բուժարումները ունեն սարքերակային հիպերտենզիա, իրենց դեղամիջոցները նախապես պետք է ընդունի, արյունը ջրիկացնող հակամակարդելիության դեմ ուղղված դեղամիջոցները սահմանափակի որոշակի աստիճանով, մինչև պրոցեդուրային անցնելը, փաստացի կարելի ասել ոչ մի լուրջ ինչ որ հատուկ պատրաստվել պետք չէ։ Ոչ։ Շատ լավ, ատամնային իմպլանտացիաների համար նաև մարդկանց հետաքրքիր է թե միանգամից քանի իմպլանտ կարելի է տեղադրել մեկ օրում, որովհետև մեր դրսեք հայրենակիցները Հայաստան են գալիս ամռան նաև այդ նպատակով հաճելին օգտակարի հետ համադրելու համար, ուստի ուզում են օր առաջ ավարտել, այո, եթե մի քանի ատամ եք ուտակվել, միջինում քանի ատամն եք համարում ճիշտ, եւ արդյոք կարելի է ընդհանրապես 10 եւ ավելի ատամներ օրինակ մեկ օրում իրականացնել իմպլանտացիա։ Այո, իհարկե կարելի է, իհարկե հաշվի առնելով կրկին, ընդհանուր բացող բուժարուի հիվանդությունները, եթե չունենք խստիվ ինչ-որ հակացություններ, թույլատրվում է ամբողջական եւ երի եւ ստորին ծնոտի շրջանակներում իրականացնել միջամտությունները միամոմենտ նույն պահին։ Իսկ այն բավականին սեղմ ժամկետներում հնարավոր է, որ մեր բուժարումը ունենալ լիարժեք ատամնաշար։ Եվ իմպլանտացիան գործընթացը իրականացնելուց հետո երբեմն ոչ հաճախ պատահում են դեպքեր, երբ պարզապես օրգանիզմը դուրս է մղում որպես օտար մարմին տեղադրված իմպլանտը, ուստի մարդը կանգնում է փաստի առջև, այսինքն վճարել է, հուսալով կունենա այդ բացակայատամը արդեն տեղադրված եւ կանգնում է փաստի առջև։ Այ ինչու համար է դա տեղի ունենում, երբ օրգանիզմը պարզապես չի ընդունում իմպլանտը։ Եվ արդյոք հաճախ է նման դեպքեր։
Դեպքերը շատ հազվադեպ են լինում, բայց չի կարելի իհարկե բացառել ասել, որ չի լինում այդպիսի բան։ Դրա հիմնական պատճառը կարող է համարվել իրականում բժշկի կողմից իրականացրած սխալ հաշվարկները, նախքան իմպլանտացիան սխալ բուժման պլանավորումը, որը մեր մոտ իհարկե չի էլ հանդիպում, իսկ մյուս պատճառը բուժառուի բժշկի խորհուրդներին չհետևելը, որը եւս շատ հազվադեպ է հանդիպում։ Փաստացի ներկայիս իմպլանտատները կազմված են այնպիսի նյութերից, որոնք լիարժեք համատեղելի են ընդհանուր օրգանիզմի հետ, եւ այսպես ասած այդ պերիիմպլանտի հասկացողությունը մեր մոտ հաստատված է, կարելի ասել մինիմալի, նույնիսկ կարելի այսպես։ Դեպքեր շատ սակավ են եղել մոտ։ Շատ։ Դոկտոր Կարապետյան, եւ կցանկանայի նաեւ խոսենք իմպլանտների որակական տարբերությունների մասին, իհարկե մենք չենք մատնանշի հիմա այդ բրենդները, այդ պատկան երկրների կամ արտադրանքի անունները, սակայն հետաքրքիր է իմպլանտից իմպլանտ տարբերությունը երկրների ծագման, դուք որքանով եք տարբերությունը տեսնում որպես բժիշկ, իրականում շատ են տարբերությունները։ Տարբերությունները իրականում շատ քիչ են, սովորաբար դա պայմանավորված է հենց իմպլանտատների արտաքին մակերեսների մշակման աստիճանով եւ ձևով եւ բուն իմպլանտատի մեջ մտնող համաձուլվածքների քանակությամբ։ Սովորաբար տարբերությունները շատ քիչ են, այդքան այստեղ կարևոր չէ իմպլանտատների երկրների կողմից արտադրանքը, ինչքան որ բուժառուին անհատական ցուցված իմպլանտատի տեսակը, այսինքն բժիշկը նախապես պետք է որոշի, թե որ իմպլանտն է ցուցված տվյալ բուժառուին, ոչ թե ավելի շատ գնան բրենդինգի կամ մարքեթինգի ինչ-որ զոհ։ Իմպլանտացված ատամները տեղադրվում են ողջ կյանքի համար, թե դրանք հարկ է մի քանի տարի անց փոխել։ Այդ հարցին այս ձևով կպատասխանեմ, երբեմն բուժանդրումները նույնպես տալիս են այդ հարցը, պատասխանը իրականում միակն է, ձեր բնական ատամը, որը ձեր սեփականներ ձեզ հավերժ է ծառայում, հարցի պատասխանը բնականաբար ոչն է, նույնիսկ այդ պարագայում իմպլանտատները ամբողջ կյանքի համար չեն, բայց կան հստակ ցուցումներ, որոնց հետևելու դեպքում իմպլանտատները ծառայում են բավականին երկար։ Հետագայում նրանք ուղղակի փոխարինվում են նորով որոշակի ոսկրային պլաստիկաներից հետո։ Բժիշկ, հետաքրքիր է լնդերը, որոնք իմպլանտը տեղադրվելուց հետո կարող են որոշակի ձևափոխման ենթարկվել, այո։ Արդյոք դիմային հատվածում իմպլանտներ կատարելիս դա նույնպես նկատելի է, թե լնդերը լինում են նախկինի նման։ Ամեն դեպքում դրանք որոշակիորեն հետ են քաշվում, որքան ես ընթերցել եմ կամ տեղյակ եմ։ Հետաքրքիր հարց է, իրականում տեսեք, անմիջապես վիրահատությունից հետո մենք աշխատում ենք նաև փափուկ հյուսվածքների հետ։ Այսինքն, եթե իմպլանտը տեղադրվում է ոսկրային հյուսվածքի մեջ, մենք պետք է ծածկենք այդ իմպլանտը համապատասխան քանակությամբ փափուկ հյուսվածքներով։ Այսինքն, պետք է իրականացվի լնդային որոշակի պլաստիկ միջամտություններ հետագայում ձեր նշած խնդիրներից խուսափելու համար։ Չիրականացնելու դեպքում, այո, ունենում ենք իմպլանտատների վզիկային հատվածների մերկացում եւ հետագայում էսթետիկ առումներով որոշակի շեղումներ։ Դա հաճախ հանդիպող դեպք է։ Փաստացի ոչ, որովհետև կրկին բուժումը լիարժեք պլանավորվում է։ Եվ կցանկանայի նաև խոսենք արդեն տեղադրված իմպլանտից հետո ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, արդյոք դա անմիջապես ընկալվում է եւ զգում է մարդ ասես սեփական ատամը կամ գրեթե ոչինչ չի զգում, կարելի ասել, եւ նաև ինչպիսի խնամք, ինչպիսի մոտեցում է պահանջում հենց անձի կողմից իր նոր իմպլանտի հետ տարվող։ Անմիջապես իմպլանտացիայից հետո սկսում է հենց իմպլանտի սերտաճումը ընդհանուր օրգան համակարգի, ավելի կոնկրետ տվյալ շրջանի ոսկրային հյուսվածքի հետ։ Իհարկե, միջամտությունից հետո բուժառուին կատարում են որոշակի դեղորայքային նշանակումներ, պրոտոկոլները մեր մոտ շատ են, կրկին անհատական ընտրություն է իրականացվում ուղեկցող, արկա կամ բացակա այլ խնդիրներով պայմանավորված։ Բրեկետների տեղադրում, այո, այս հարցի մասին կցանկանայի խոսեինք։ Բավականին նորաձև դարձած էլայներները փոխարինելու են եկել բրեկետներին։ Արտաքինից նայելիս ասես վստահություն չի ներշնչում, սակայն արդյունքների մասին իհարկե մենք լսում ենք լավ կարծիքներ։ Ինչ է կարծում, բրեկետներ եւ էլայներներ, նախապատվությունը որին պետք է տալ։ Հարցը շատ հարաբերական է, պայմանավորված է ընդհանուր կրկին բուժառուի կցվածքի ատամնաշարի ձևախախտման աստիճանից։ Հստակ ունենք դեպքեր, որտեղ էլայներները իզորու չեն կարգավորել տվյալ խնդիրը, ուզած-չուզած պետք է տեղադրվեն կլասիկ բրեկետային համակարգները։ Բայց շատ դեպքերում իհարկե հնարավոր է միջամտություն իրականացնել էլայներների միջոցով, ստանալ բավականին գեղեցիկ եւ մշտական արդյունքը։ Իսկ բրեկետների հետ կապված մի փոքր խոսենք, քանի որ շատերին այս թեման իսկապես հետաքրքրում է եւ նաեւ պետք է նշել, որ հետաքրքիր է
կեցվածքի շեղումը նույնպես կապում են դիմացնոտային լուրջ խնդիրների ծռվածության ոչ հղկված լինելու հետ։ Արդյոք տեղադրելով բրեկետները եւ ուղղելով ատամնաշարը կծվածքը մենք կարող ենք նաեւ հուսալ, որ կուղվի կեցվածքը, որը դրա հետևանք է։ Ավելի շատ հակառակը կպատասխանեի, то есть անհրաժեշտ է կեցվածքի շրջանում, ողնաշարի շրջանում որոշակի շտկումներ իրականացնելուց հետո նոր գնալ օրթոդոնտիկ բուժմանը, քանի որ այո, մեր ընդհանուր հենաշարժողական համակարգը մկանային եւ ոսկրային շատ սերտ փոխապակցված է մեր ծնոտների հետ եւ ատամնաշարի շրջանում ուղումներ իրականացնելով առանց կեցվածքի շրջանում որոշակի շտկումներ իրականացնելու հետագայում բերելու է մեր մոտ խնդրի կրկնություն։ Բրեկետները ամենաերկարը որքան ժամանակ պետք է տեղադրված մնան, որպեսզի խնդիրը լրիվ լուծեն։ Հստակ չափանիշ չունենք կրկին կախված դեպքի ծանրության աստիճանով։ Շատ հաճախ բրեկետները հանելուց հետո ատամնաշարը կրկին գալիս է նախկին տեսքին։ Այս մասին բողոքում են մի շարք պացիենտներ, նշելով, որ դրանք չտվեցին ցանկալի արդյունք եւ հետ ընթաց եղավ կամ հետ վիճակ եղավ։ Ինչ կարծիք ունեք այս մասին, արդյոք բրեկետները դուք նշեցիք, որ ամբողջ կյանքի համար են, կարող են իսկապես հանելուց հետո ունենանք կամ ավելի վատ արդյունք կամ կրկին ծուռ ատամնաշար։ Այո, խնդիրը բավականին հաճախ հանդիպող խնդիր է, բայց դրա պատճառը հիմնական կայանում է նրանում, որ այդ իմ նշած ռետենցիոն ընթացքը երբ որ չի ապահովում, այսինքն արդյունքը ստանալուց հետո ամրապնդման գործընթացը լիարժեք եւ գրագետ կերպով չի իրականացվում։ Իհարկե, բացի բժշկից այստեղ կախված է նաեւ կրկին մեր բուժարոյի հետագա խնամք ատամների նկատմամբ, խորհուրդներ, որոնք նա պետք է պարտադիր կերպով հետևի առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Այս բոլոր ցուցումները չիրականացնելու դեպքում շատ հաճախ ունենում ենք նման տեսակի ռեցիդիվներ, այո։ Այսինքն պետք է խստիվ նաև հետո պահպանել այդ ամենը, ինչպես պահպանել, խնամել հետո արդեն լավ արդյունքով ստացված իմպլանտները։ Երբեմն որոշակի ոսկրային հյուսվածքի շրջանում իրականացված պլաստիկաներից հետո արգելում ենք բուժարուներին մի քանի օր ժամանակահատվածում ինքնաթիռից օգտվել կամ որևիցե ծանր ֆիզիկական աշխատանք իրականացնելուց։ Հետաքրքիր ինչու ինքնաթիռից օգտվել։ Ոսկրային պլաստիկաները մենք այնտեղ ունենք այմորյան ծոցեր, հա, երբ որ իրականացվում է սինուս-լիֆտիկ միջամտությունը, ծոցերը անմիջապես սերտ կապակցված են մեր շնչառական համակարգի հետ, քթի խոռոչի հետ։ Ճնշման տատանումներով պայմանավորված երբեմն մի քանի օր միջամտությունից հետո արգելվում է բուժարուներին ուսոր ինքնաթիռ նստել։ Հետաքրքիր է, այս սահմանափակումը առաջին անգամ էր, որ ինձ լսելի է։ Դա է մեր այսպես ասած որպես հակացուցում համարվում, դրանից հետո արդեն ամեն ինչ օքեյ, բուժարուն կարող է հանգիստ զբաղվել իր առօրյա հետագա կյանքով, մինչև արդեն կունենա գեղեցիկ ատամնաշար։ Շնորհակալ եմ բժիշկ եւ ձեզ կարող են դիմել եւ օրթոդոնտիկ հարցերով եւ դիմացնոտային տարատեսակ հարցերով։ Վստահ եմ հեռուստադիտողը ստացավ իրեն հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները։ Մեր զրույցի ավարտին կցանկանայի խնդրել ձեր հորդորը կամ ձեր խորհուրդը մեր հեռուստադիտողին ուղղեիք։ Հորդորս կլինի հետևյալը՝ չվախենալ բժիշկներից, վստահել բժիշկներին եւ լինել առողջ ամենակարևորը։ Իսկ ես կավելացնեի նաև ուշադիր լինել բերանի խոռոչում կատարվող բոլոր փոփոխությունների հանդեպ։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Այսպիսին էր այսօրվա Մեդինֆորմը, կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։